Այս հոսանքներից հիմա ես համդ պաժար անգնել, հիմա 10 հոսանքներն անջատեն։ Երևանի Քրքորյանի անվան նախկին Լենինգրադյան փողոցի 27 կոտորակ 7 բնակիչները պատրաստվում են հունվարի 10-ին բողոքի ակցիա իրականացնել։ Ինչպես բնակիչներն են հայտնում, 2 տարի ուշացումով շենքը բնակիչներին է վաճառվել ներկայացնելով որպես պրեմիում դասի, մինչդեռ շենքում առկա են բազմաթիվ խնդիրներ։ Շենքի արտաքին քարերը քանդվում են, ընդհանուր հատվածները վնասված են, եղել են նաև ջրահոսքեր։ Առկա խնդիրները չեն լուծվել։ Նոր տարվա օրերին է եղել, ոնց որ մեկին կամ երկուսին տես կոնկրետ չեմ հիշում, ջուրը տրակել է, նաև ապրիցավկայի քարն է ընկել գետին, լավա տակը մարդ չի ելել, երկու տեղից ընկել է, էլի ես նկարներ ունեմ, վիդեոներ ունեմ։ Ջրի տրակել է, իմ տունն է մի քիչ էլ լցվել, ամբողջ պատերները ջրի մեջ կորած է, մինչև հիմա սաղել է ամբողջ պատերների պատերը, ու կառուցապատողը ոչ մի բան չի անում, ասեմ ինչ փուլում ենք հիմա։ Շինավարտ եղել է շենքին, շահագործման թույլտվություն ունի, շենքում էլ մարդիկ են ապրում հիմա, բայց բնականաբար դեռ չի հանձնվել մեզ։ Այսինքն նոր տարվա որ պետք է հանձնի մեզ չի հանձնել դեռ։ Բայց այս մոտակա ժամանակներս պետք է հանձնի իր ասելով, բայց մենք չենք ուզում էլի sense բնականon ընդունենք, որտեղ շենքը նորմալ վիճակում չի։ Նման խնդիրներ էլի են եղել, ասում է մեր զրուցակիցը, որ լուծվել է միայն եղանակի փոփոխության արդյունքում։ Հիմա նորից եկավ ձմեռը, նորից երևի ջուրը հալեց լցավ այդ ապրիցովկայի տակը, նորից քանդվեց, թափավ գետին։ Քաղաքացին հայտնում է, որ հունվարի 3-ին շենքը ամբողջովին ջրի մեջ է եղել, շենքին պատկանող լողավազանը նույնպես։ Ըստ մեր զրուցակցի այդ աշխատանքներում չթերանալու համար յուրաքանչյուր բնակիչ 1 քառակուսի մետրի համար ամսական վճարում է 250 դրամ։ Մեծահազանգած քաղաքացին նաև հայտնեց, որ շենքի բնակիչները զարմացած են, որ շենքին տրվել է ավարտական ուժին թույլտվություն։ Խնդրին հստակ լուծում գտնելու համար օրերս նամակ են ուղարկել քաղաքապետարան։ Առայժմ արձագանք չկա, բայց հույսով սպասում են լավ լուրի։